Աշկերտում Օշոտ եւ նա ուներ մի պայման, որտեղ մոռացել եք իր մասին եւ օրերից մի օր մի տղամարդ է մտնում տուն եւ մայրը ասում է երեխաներին, որ դա իրենց հայրն է, սակայն քույր եւ եղբայր նրան ընդունում են սառնասատորեն եւ լուր է տարածվում, թե Հովսեփն է սպանել իր հորը, բայց պատճառը ոչ ոք չգիտի, իրականում Հովսեփը ծեծելով էր սպանել իր հորը իր համար, քանի որ մտածում էր հայրը, որ մայրը չի եղել հավատարիմ իրեն իր բացակայության ընթացքում եւ Հովսեփին այդ պատճառով բանտարկում են, սակայն քանի որ ժողովուրդը կողմնակից էր Հովսեփին, բողոքում է դատարանի դիմաց եւ Հովսեփին ազատ են արձակում։ Ասում են, որ մայրը նշանակում է այնպես, որ եւ բոլորը հանկարծես հարսանիք են գնում, բայց հորս աշկերտից ասում են, որ իր հոր աշկերտից չեն խուսափում, սակայն հորս արիստոկրատիզմի սահմաններից դուրս գալը ամենօր էր։ Ուզում եմ հավելացնել Թորիկից, որ շատ մանուկ տարիքից կորցրել է իր մորն ու հորը, դրա համար ապրում էր մորաքրոջ ու մորաքրոջ ամուսնու հետ, սակայն մորաքրոջ ամուսինը շատ կոպիտ էր Թորիկի հետ, որոշ աշխատանքներ չէր կարողանում կատարել եւ այդպես մի անգամ մի արտահայտություն արեց, որ դու մարդ կդառնաս այն ժամանակ, երբ ես կմահանամ եւ իրոք երբ որ մորաքրոջ ամուսինը մահանում է, նա արդեն աշխատանքներ, որոնք չէր կարողանում, շատ ամտորեն կատարում էր։ Նաև նշում եմ, որ Գոգոն շատ է նեղացել Լևոնի այն պատճառով, քանի որ Լևոն այնքան է նեղացել Գոգոյից, քանի որ Գոգոն իր բոլոր ընկերների մոտ խայտառակ էր արել Լևոնին եւ նա գնացել էր իր մոր մոտ, որպեսզի հեռացնեն Գոգոյին աշխատանքից, բայց մայրը սառնասրտություն է գործադրում եւ ասում է, որ եթե նա ջղայնացել Գոգոյի վրա, Գոգոն իրենց ավելի երկար է մնում այդ տանը եւ Լևոնը ինքը պետք է հեռանա տնից, Լևոնը ջղայնանում է հեռանում է տնից եւ նա նաեւ չի եկել ընթրիքի ժամանակ, բայց մայրը լինում էր ամփերատար, որովհետեւ նա գիտեր, որ Լևոնը ուշ թե շուտ կվերադառնա։ Լևոնը երբ վերադառնում է տուն, առաջի հերթին գնում է Գոգոյի մոտ եւ փաթաթվում է նրան, ներողություն խնդրելով։ Ասում են, որ հայրս լռում էր, միշտ անկճված գնում էր սենյակը եւ սկսում էր խորհուրդ մտածել։ Եվ մտածում էր, ասում են երկուսն էլ համառ էին, մեկը համար էր հայրս համար արիստոկրատ էր, իսկ մայրս համար դեմոկրատ էր։ Ինչը վերջը հայրս չկարողացավ աշխատել նորից դեմոկրատիզմի հետ եւ մայրս չկարողացավ աշխատել նորից արիստոկրատիզմի դեմ։ Նաև պատմում է, որ Շանսին եւ Սանիեն նրանք թուրք քույր եւ եղբայր են, բայց Շանսին թուրքի նման էր, շատ սև էր, իսկ Սանիեն ընդհանրապես նման չէր, շատ սպիտակ։ Գոգոն եւ մայրը նաեւ շատ թույլ զրույց էին ունենում այն ժամանակ, երբ բանը հասնում էր ծնարվա պաշարը որոշելու համար, մայրը երբ ասում էր, որ բրինձը հերիք է պաշարի համար, Գոգոն պնդում էր հակառակը եւ այնքան էր պնդում, մինչեւ որ իր ուզած չափով էր այդ պաշարը դիմում։ Սանյան շատ սպիտակ մաշկ ուներ, համեմատ իր եղբորը ու հենիկան բոլոր թուրքերի հարգեղած դեպքում անվանների վրա, բայց Սանյայի չէր վիրավորում, քանի որ սիրում էր նրան։ Սկզբում շատ լավ էր ամենից ընթանում, հետո միմյանց հյուրասիրում էին, իսկ վերջում անպայման մի կռիվ լինում էր, քանի որ նրանք խաղ էին խաղում, երբ հայերը քաշում էին թուրքեր, շատ էին խաղում, երբ թուրքերն էին քաշում հայերը, շատ էին տխրում եւ երբ խաղի մեջ մահանում էր հայ կամ թուրք, բոլորը ուրախանում էին։ Եվ խաղի վերջում անպայման միշտ մի կռիվ լինում էր, եւ հայերը թուրքերին ասում էին Իդլար, որը նշանակում էր շուն, իսկ թուրքերը հայերին ասում էին Գեմուր, որը նշանակում էր հավաքներ։ Նաև ինչպես նշվեց այն, որ իր հայրը եղել է արիստոկրատ, իսկ մայրը դեմոկրատ, հայրը ուներ մի երեզան, որպեսզի իր կինը իրպես լիներ արիստոկրատ, սակայն կինը, այսինքն հեղինակի մայրը, մինչև վերջը մնում է դեմոկրատ։
Հեղինակի մայրը պայքարում էր, որ հեղինակի հայրը լիներ դեմոկրատ, հայրն էլ պայքարում էր, որ մայրը լիներ արիստոկրատ։ Գյուղում շատ էին սիրում թուրքերը և հայերը միմյանց տուն գնալ, նրանք միմյանց հյուրասիրում էին, միմյանց պատվի էին արժանացնում, սակայն ամենի ավարտից հետո միմյանց հետևից չարախոսում էին, ինչպես նշվեց, հայերը ասում էին թուրքերին իդլար, որ նշանակում է շուն, իսկ թուրքերը հայերի գյավուր, ինչ նշանակում է անհավատ, տվյալ իրավիճակները նաև տարածված էին երեխաների մեջ, նրանք դպրոցից, առօրյա կյանքից կամ իրենց ծնողներից նույնպես սովորել էին հետևյալ արտահայտությունները և վիճելու ժամանակ նույնպես օգտագործում էին արտահայտությունները իրար վրա։ Ուզեմ ավելացնել, որ ինչպես նշեցին, որ Թորիկն ու իր մորաքույրը գնում էին ինչ-որ աղջկա ձեռք խնդրելու ու մերժվում էին, արդեն Թորիկը հուսախաբ էր եղել ու մի քանի անգամ մորաքույրը Թորիկից թաքուն է գնում աղջկա ձեռք խնդրելու, որի ձերի մերժում են իրեն։ Թոթովենցը նշում է նաև վեպում Ալբոպի մասին, ով աղավնիներ էր պահում, սակայն նրա հետ միշտ հարաբերությունները փչացնում էին և հեղինակը ցանկանում էր հետաքրքրվել, թե ինչու, քանի որ աղավնին համարվում է խաղաղության և մաքրության խորհրդանիշ և ըստ հեղինակի Ալբոպի աղավնի պահելը պետք է հանգեցնել նրան, որ Ալբոպի հետ բոլորը շփվեին։ Թող անդրադառնամ նաև այն իրադարձությանը, ոսկերիչ Տիգրանի պատմությանը, այդ ժամանակ թուրքը ներկայանում է իր ճակատին կապած մի սպիտակ թաշկինակ և ցանկանում է ապացուցել դատարանին, որ Տիգրանը վնասել է իր ճակատը և քանի որ դատավորը թուրք է, հավատում է պատմությանը և Տիգրանին է դատում այն ժամանակ, երբ Տիգրանը ողջ ընթացքում բղավում է հանեք թաշկինակը և դատից հետո, երբ թուրքը հանդիպում է Տիգրանի մորը, հանում է թաշկինակը և չար ժպիտով նայում է նրան, ինչը ցավ է պատճառում Տիգրանի մորը։ Նաև նշում է, որ հոր մահից հետո նրա գերեզմանը տնկում են թթենի, որը նշում են ինչպես ծաղկած հայրը և հոր մահից հետո Թոթովենցը և գրում է գերեզմաններ, ամուր գրկում է թթենին, կարծելով, որ դա իր հայրն է։ Նաև Թոթովենցը նշում է, թե ինչքան կյանքով լի էր իրենց փողոցը, որ միշտ կային մարդիկ իրարից տարբերվող, այդ իսկ պատճառով նա այդ ճանապարհը նմանեցնում էր հին հռոմեական ճանապարհներին և հենց դա եղավ այն պատճառը, որ վեպը անվանվեց կյանքը հին հռոմեական ճանապարհին։ Որ ամեն ինչը թվում է հեշտ, բայց հետո դառնում է դժվար։ Երբ որ տատը ցանկանում էր Անդրանը գնային ամառանից, ծննդյանից պապին ասում էր, որ չեմ սիրում այդ տունը և ասում էր իսկ հակառակը, որ ամռանը տատիկին տանեին ամառանից։ Ճանապարհը, որտեղ ապրում էր Թոթովենցը, միջպետական ճանապարհ էր, այսինքն այդ ճանապարհով էր մուտքը այդ պետություններից և այնտեղով ասում էին շատ քարավաններ և այնտեղ էին նաև գտնվում մի շարք իջևանատներ, որտեղ ապրում էին այլ ազգի օտար մարդիկ և նաև շատ հաճելի էր նրանց համար շփվել այլ ազգիների հետ։ Երբ թուրքերը գտնում էին հայերի տուն, միշտ թուրքերը նվերներ էին իրենց հետ բերում և նվերներ էին ստանում։ Հայերը նրանց հետևից, երբ որ նրանք դուրս էին գալիս, կոչում էին իդլարներ, իսկ երբ հակառակն էր լինում, թուրքերի մոտ էին գրում հայերը հիմնականության, թուրքերը նրանց հետևից կոչվում էին գյանուր։ Թոթովենցը ոչ միայն ներկայացնում էր իր ընտանիքում կատարվող իրադարձությունները, այլ նաև ամբողջ քաղաքում և հենց այդ ճանապարհի վրա կատարվող պատմությունների մասին։ Ուզում եմ նաև ավելացնել, որ այս ամենով այն էին ուզում ասել, որ ինչքան էլ մոտիկ էին ապրում, մեկ է նրանք չէին կարողանում մտերմանալ և միևնույն է ատում էին իրար։
Վեպում նաև պատմում է այն մասին, որ Թոթովենցի եղբայրներից մեկը ուներ մի ձի, որի հետ շատ կապնված էր և շատ էր սիրում այդ ձիուն, և ձիու սատկելուց հետո նրա կորուստը այնքան մեծ է լինում, որ կարելի է ասել հասնում է համարյա խելագարության, այդ իսկ պատճառով Թոթովենցի հայրը եղբորը ուղարկում է աղջիկի ուսման, որպեսզի մոռանա իրավիճակը։ Վեպը նաև պատմում է անարդարության մասին, օրինակ Տիգրանի մասին, որ խաղաղ միջուղ է տվել Թուրքին, օրինակ երբ որ Թուրքը սպանել էր իր կնոջը և ասում էր, որ հայերը նրան սպանել, և այդպիսի շատ դրվագներ։ Վիպակը Թոթովենցը ավարտում է նրա այդ աղավի պատմությամբ, որտեղ ինչպես արդեն նշեցին պատմվածքը, ուզում էի ավելացնել, որ Հակոբը ցանկանում էր գնալ ճանապարհորդության, որպեսզի մարդիկ մոռանային իր ծագումի մասին, և երբ որ ետ է վերադառնում, նրան գրկաբաց ընդունում են։